Ողջունում եմ բոլորին, ստուդիայում Լիլիթ Հարությունյանն է եւ իմ այսօրվա հյուրն է բժիշկ գինեկոլոգ Տաթևիկ Ղոռուղչյանը։ Այսօր մենք խոսելու ենք մի բավականին կարևոր թեմայի շուրջ, էնդոմետրիոզ կոչվող հիվանդության մասին, որը շատ հետաքրքիր պաթոլոգիա է եւ շատ բարդ եւ շատ հեշտ եւ ամենաերևի կարևորներից մեկը գինեկոլոգիա է ասել հետաքրքիր։ Ինքը իրականում հետաքրքիր է նաեւ դիագնոստիկայի տեսանկյունից եւ հեշտ է, որովհետեւ շատ հաճախ պացիենտը երբ որ սկսում է պատմել գանգատները, այնտեղ արդեն sense մի հատ մտքով տանցնում է, ֆիքսում է, այդտեղ պետքա փնտրել էնդոմետրիոզ։ Եվ մյուս կողմից շատ հաճախ փնտրում ու չես գտնում մինչև առ հասնում ենք վիրահատական միջամտության դիագնոստիկ նպատակով եւ հաստատվում է պաթոլոգիան։ Ձեր այդ առումով իրոք հետաքրքիր պաթոլոգիա է։ Այսինքն տարբեր կերպ է դրսևորվում, հա։ Շատ տարբեր է, կախված այն դիագնոստիկան շատ դժվար է իրականում, ինչու, որովհետեւ կախված է թե որ հատվածում է, որ օրգան համակարգն է, то есть ինքը լինելով գինեկոլոգիական հիվանդություն ունի նաև այլ օրգան համակարգերի ախտահարելու հակում։ Տեսնում եք որ հետաքրքիր է։ Իրականում ավելի վախենալու։ Չէ, վախենալու չէ, ուղղակի ժամանակին դիմել մասնագետին, իսկ եթե պարզ բառացի փորձեմ բացատրել ինչ է իրենց ներկայացնում, անատոմիան արգանդ մկանային շերտ ունի լորձաթաղանթ, ճիշտ է պատյան, որով ծածկվում է։ Լորձաթաղանթը դա էնդոմետրիումն է։ Եթե ինչ որ պատճառով, պատճառներից էլի բավականին շատ դեռ մնում են անհայտ, հեսա կանրադառնանք, ինչ որ պատճառով էնդոմետրիումի հյուսվածքը հայտնվում է արգանդի լորձաթաղանթի այդ սահմանից դուրս, մենք արդեն խոսում ենք էնդոմետրիոզի մասին։ Այսինքն ատոպիկ ոչ ճիշտ տեղում հայտնված հյուսվածքի մասին է խոսքը։ Այսինքն ինքը ինչ է անում, աճում է այնտեղ, որտեղ չպետք է լինել։ Այո, կամ ինքը հայտնվում է, ես փորձեցի անցել լրիվ sense բառացի, ինչ որ ձևով հայտնվում է արգանդի խորոչից դուրս, կամ ինքը այո ներաճում է, այսինքն կարա ռետրոգրադ լինի, օրինակ արգանդը կրճատվում է եւ արյան հոսքը գնում է արգանդի փողերով դեպի փոքր կոնքի խորոչ, այնտեղ տարածվում է։ Կարա լինի տրավմաների հետևանքով, խոսքը իհարկե աբորտների մասին է, պարանոցի հետ կապված տրավմատիկ միջամտություններ, երբ որ մեխանիկական ճանապարհով փոխը տարածվում է եւ կարծես ներս է աճում դեպի, ասես բառացի ասած, դեպի արգանդի մարմին, դա արդեն ադենոմիոզն է, երբ որ կոնկրետ արգանդի մարմինն է ախտահարված։ Մյուս տարբերակներով մենք դիտարկում ենք էնդոմետրիոզը եւ որտեղ հայտնվեց այդ հյուսվածքը, մենք ունենում ենք այդ օրգան համակարգի ախտահարում։ Կարող է լինել արգանդի ձվարանների, կարող է փողերի հատվածում, արտարգանդային էքստրագենիտալ տեղակայում եւ իհարկե կից դա միզապարկն է եւ աղիքները ամենամոտ։ Նույնիսկ հասնում է մինչեւ կարող են օջախներ լինել, այո, արգանդից դուրս գտնվող էքստրագենիտալ էնդոմետրիոզն է, որը առաջացնում են օջախներ հենց այլ հյուսվածքների վրա։ Նույնիսկ լինում է դա իցնենք հանդիպում, իհարկե շատ հազվադեպ, երբ որ լրիվ այլ լոկալիզացիա է լինում մարմնի վրա։ Ըստ եղել է դեպքը պարանոցի հատվածում է եղել փոքր օջախներ, դա իհարկե ներարգանդային զարգացման հավանաբար առատների մեջ է պետք փնտրել պատճառը, դե այստեղ մեխանիկական ռետրոգրադ այդ ամենը դուրս է գալիս, բայց լինում են նաև այդ տիպի։ Հիմնական սիմպտոմները որոնք են, որ կինը, ասենք, կարող է մտածել, որ ունի եւ գնալ բժշկի։ Ամենահիմնական ախտանիշը դա ցավն է։ Ցավ, որը կարող է լինել թույլ ցավերից, իդեպ ցիկլիկ կարող են լինել ցավերը, ոչ միշտ ստաբիլ քրոնիկ ցավեր, այլ իրանք շատ հաճախ կապված է լինում դաշտանային ցիկլի ֆազայի հետ։ Դա ցավն է հիմնականը, եւ ցավի արտահայտվածության աստիճանը կարող է հասնել այն աստիճանի, որ կինը նաեւ աշխատունակությունն է կորցնում։ Այսինքն ստեղ ցավային սիմպտոմը ինքը շատ լայն, այսինքն առօրյա կյանքում ցավեր, նաեւ առօրյա կյանքում ցավերն կինը նշում է անընդհատ բութ ցավի արկայություն փոքր կոնքի շրջանում, ցավ հարաբերության ժամանակ, ցավ դաշտանային ցիկլի ժամանակ, ցավ օվուլատոր շրջանում, այսինքն մոտավոր դա դաշտանային ցիկլի մեջտեղի օրերն են, միջինը։ Ցանկացած տիպի ցավ պետք է արդեն մտահոգի, բայց խորհուրդ չեմ տա որ կինը ինքը մտածի այդ ցավված ուրեմն էնդոմետրիոզը, ուրեմն որտեղ մենք այդ ունենք եւ այսօր սոցցանցերը էլի Google-ում են, բոլորը նայում են եւ իրենց ախտորոշումը դնում են։ Ոչ, ցավը պատճառը կարա կներեք շատ տարբեր լինի, բայց էնդոմետրիոզի համար շատ բնորոշ է հենց առաջնայինը մենք ուշադրություն ենք դարձնում, եթե կինը բողոքում է ցավերից։
Այսինքն էլի տենց ավելի ժողովրդական լեզվով ասեմ, փորից Փորի ներքև։ ներքևի հատվածը, աչից, ձախից, մեջքը քաշում է, նստելուց է ցավում, սեռական հարաբերության ժամանակ ցավեր անկախ դիրքից, հարաբերությունը տաղաճ է դառնում, համապատասխան, եթե ցավային սիմպտոմը կա, ցանկացած տիպի ցավը ինքը ուշադրության արժանի է։ Օրինակ մենք գիտենք, որ արգանդի վզիկի քաղցկեղը կանխարգելու համար պետք է կես տարին մեկ գոնե հանձնել պապ անալիզը։ Իսկ էնդոմետրիոզի դեպքում կա նման որևէ հետազոտություն, որ պետք է կինը պարբերաբար անցնի։ Չէ, դա մի քիչ շատ ավելի դժվար է։ Իրոք պարանոց այդ առումով շատ շնորհակալ օրգանը ինքը միանգամից տալիս է մեզ հնարավորություն իրան հետազոտելու արտաքին աշխարհից առանց որևիցե ինվազիվ միջոցների զննում, պապքսուկ, կալպասկոպիա, նույնիսկ մինչև բիապտատ։ Դες այս բոլոր նշվածներս իրանք բացառապես անվտանգ են, իրանք մեկը մյուսին հետևողական անցնում է կին այդ հետազոտությունները մենք ստանում ենք պատասխան, մենք կանխարգելում ենք քաղցկեղը։ Էնդոմետրիոզի պարագայում չկա մեկ հետազոտություն կամ երկու, որ մենք անենք ու ասենք, այ ձեր անալիզը, այս ինչ անալիզում կա համապատասխան պատկեր, դուք հավանաբար ունեք էնդոմետրիոզ։ Իսկ կոպիտ ասած մինչև չի լինում, հա։ Ահա, պետք է ինչ-որ մի բան լինի, որպեսզի մենք կարողանանք։ Հիմա կան լաբորատոր, ընդհանրապես լաբորատոր դիագնոստիկան շարժվում է առաջ ու բավականին խորը եւ շատ կարեւոր ինֆորմացիա է մեզ տալիս, կան լաբորատոր հետազոտություններ, վերցնում են արյունը, հայտնաբերում են, կան օնկոմարկերներ, որոնք ընդհանրապես ուղղված են ձվարանների քաղցկեղի հայտնաբերման, ավելի շուտ մարկերը ինքը ոչ թե հայտնաբերում ենք, տալիս է ինֆորմացիա, դու սկսում ես մտածել։ Որտեվ մարկերը դա հստակ դիագնոստիկա չի։ Նույն օնկոմարկերները ձվարանի իրանք տալիս են բավական բարձր ցուցանիշներ, եթե արկա է էնդոմետրիոզ։ Բայց այս ամենը հանդիսանում է կողմնակի ինֆորմացիա, ոչ հստակ լաբորատոր հետազոտություն, որով մենք ախտորոշում ենք։ Ախտորոշումը դրվում է կլինիկայի զնման մեծ դեր է կատարում ստեղ ներհեշտության ուլտրաձայնային հետազոտությունը, որտեվ եթե կատարել իրեն բավականին խորացված, մանրակրկիտ մենք ստանում ենք օջախներ, տեսնում ենք օջախները, տեսնում ենք ադենոմիոզը, տեսնում ենք ձվարանի համապատասխան գոյացությունները, էնդոմետրիոիդ կիստաները եւ օգնության է գալիս MRT-ն, էլի բավականին մեծ ինֆորմացիա տալիս է, то есть ախտորոշում մենք կարող ենք դնել։ Ու մնում է դուրս միևնույնն է շատ հաճախ էքստրագենիտալ էնդոմետրիոզը, որը մենք ախտորոշում ենք արդեն դիագնոստիկ լապարոսկոպիայի միջոցով։ Հնարավոր է, որ կինը ունենա էնդոմետրիոզ, այնուամենայնիվ կարողանա հղիանալ։ Այո, հնարավոր է կախված է աստիճանից եւ տեղակայումից էնդոմետրիոզի։ То есть ինքը շատ տարբեր է արգանդի էնդոմետրիոզը, ադենոմիոզը ունի իր աստիճանները, դիֆուզ ֆորման, օջախային ֆորման, ձվարանի կիստաները շատ տարբեր չափսերի կարող են լինել եւ կինը նույնիսկ չիմանա, որ ունի 2-3 սանտիմետրից մինչեւ բավականից մեծ չափսերի գոյացություններ 5-6 եւ ավել, то есть հնարավոր է հղիություն, սա կախված է թե որքանով է հորմոնալ ֆոնը պահպանված, ինչ մեխանիկական դեր ունի էնդոմետրիոզը եւ աստիճանը։ Ես ճիշտ ասած, որ պատրաստում եմ մեր հարցազրույցին, մի հատ տվյալ տեսա, որը էլ ավելի մտահոգիչ էր, բացի նրանից, որ էնդոմետրիոզը լինում է ռեպրոդուկտիվ տարիքի կանանց մոտ, նաև լինում է դեռահաս աղջիկների մոտ։ Այդ դեպքում ինչ է պետք անել, հնարավոր է բուժել, թե ոչ։ Բուժումը եւ իտոգում վերջնական դիագնոստիկա մենք շուրջը կատարում ենք վիրաբուժական միջոցներով։ Ինչու վերջնական, որովհետեւ ես խոսեցի MRT-ից, ուզից, հեսա երեխաներին կանրադառնանք, բայց հյուսվածքաբանական քննությունը այս պարագայում մնում է վերջնական արդյունք տվող հետազոտությունը։ Այսինքն, եթե ախտորոշվում է երեխաների մոտ էլ, անկախ տարիքային խմբից, դեռահասության հիմնականում տարիքում է դա պուբերտանտ, մենք իհարկե պետք է հասկանանք ինչ աստիճան է եւ արդյոք մենք ճիշտ ենք դնում ախտորոշումը, որովհետեւ այդ տարիքում եւ դաշտանացավոտ եւ ացիկլիկ արյունային արտադրություն կա, այդ սիմպտոմների մեջ ինքն էլ կա, դեռ կանրադառնանք կարծում։ Իսկ ցիկլի խախտումը կարող է հանդիսանալ որպես էնդոմետրիոզի ցուցիչ։ Չէ, շատ քիչ է։ Ացիկլիկ արյունը կարող է, то есть ցիկլից դուրս սկսվող արյունային արտադրությունն է, բայց պուբերտանտ տարիքում կան այլ պաթոլոգիաներ, այդտեղ դիագնոստիկան ստեղ շատ կարևոր է հստակ տեսնել, ախտորոշել, միայն սիմպտոմների վրա, միայն գանգատների վրա հիմնվել չեն կարող։ Հա։ Եվ երեխաների պարագայում ո՞րն է բուժումը։
Բուժումը էնդոմետրիոզի, եթե լոկալիզացիայից կախված իհարկե, դա վերջնական, եթե դիտարկենք, դա վիրահատական բուժում։ Այսինքն, եթե ունենք էնդոմետրոիդ կիստա, մեր չափսերի, ունենք էքստրագենիտալ օջախներ, ունենք ախտահարված հյուսվածք, այդ հյուսվածքի հեռացումն է։ Բայց հաշվի առնելով, որ էնդոմետրիոզը ինքը հորմոնակախյալ process է, Կարող է կրկնվել, հա։ կրկնվել կարող է, տարածվել կարող է եւ կախված է հորմոնալ ֆոնից, այդտեղ նաեւ շատ կարեւոր է, որ մենք կարողանանք այդ հորմոնալ ֆոնը ճիշտ կարգավորել, то есть հեռացնել էնդոմետրոիդ կիստան, դա հարցի մի կողմ է։ Դիտարկենք կիստան ամենապարզ, ամենահեշտ հասկանալին։ Առաջացել է կիստոզ գոյացություն, ինքը էնդոմետրոիդ կիստա, իրան հեռացնում ենք, բայց այդտեղ կանգ չենք առնում։ Եթե կինը պլանավորում է հղիություն, ամենալավ իհարկե արդյունքը, երբ որ մենք ստանում ենք հղիությունը վիրահատությունից հետո, բայց հիմնականում պահանջվում է նաև հորմոնալ բուժում, այսինքն դաշտանային ցիկլը կարգավորում ենք, միգուցե եւ լինում են դեպքեր, որ ինքը պետք է չլինի, որպես էստրոգենների քանակը պակասի եւ վիրահատությունից հետո ռեցիդիվը ավելի կամ չլինի կամ ուշ լինի։ Հա, նվազեցնում ենք ռիսկերը, ռեցիդիվի ռիսկերը նվազեցնելու համար է բուժումը արվում եւ դա անպայման հորմոնալ բուժում է։ Զուգահեռ իհարկե հորմոնալ ֆոնի հսկողություն խոսքը ամբողջական օրգանիզմի մասին է, ոչ միայն ձվարանների ֆունկցիան։ Բժիշկ կարող է արդյոք էնդոմետրիոզը բերել քաղցկեղի, թե ոչ։ Իր մալիգնիզացիան ըստ ստատիստիկայի շատ փոքր տոկոս է կազմում, մոտ 1% է տրվում գրականության մեջ, մի քիչ ավել, մի քիչ պակաս, դա հարաբերական ցուցանիշ է, իհարկե շատ քիչ է, բայց այն հորմոնալ փոփոխությունները, որոնք կատարվում են այդ ընթացքում կնոջ օրգանիզմում, գիպերէստրոգենեմիան եւ այլն, իրանք կարող են բերել նաեւ այլ օրգան համակարգի քաղցկեղի, որը առաջնային էնդոմետրիոզի հետ կապ չունի։ Զուտ հորմոնալ ֆոնը կնոջ այս դեպքում։ Այո, երբ որ հորմոնալ ֆոնը խախտված է, երբ որ ունենք էստրոգենների մեծ քանակ, երբ որ ունենք որևիցե պաթոլոգիկ օջախ, նույն պոլիպները, որ եթե չեն հեռացվում, չեն հետևողական չի կինը եւ այլն, երբ կգնա process-ը մալիգնիզացիայի, մենք դա հստակ ասել չենք կարող։ Համար էնդոմետրիոզի հանդեպ պետք է լինել բավականին ուշադիր, то есть թողնել, անտեսել, ոչ մի բան չանել եւ չանել բուժում, թե վիրահատությունից առաջ, հետո կոնսերվատիվ բուժում, սա կախված է նույնիսկ ասեմ լոկալիզացիայից, չափսերից, կնոջ իհարկե տարիքից, ապագա ռեպրոդուկտիվ պլաններից, ֆակտորները շատ են։ Այդ ամեն ինչին պետք է լինել ուշադիր, որպեսզի խուսափենք իհարկե ցանկացած ապագայում հնարավոր բարդություններից, ներառյալ օնկոգեն ֆակտորները։ Եթե կինը ունի էնդոմետրիոզ, հղիանում է, ոչ մի կերպ չի կարող դա, ասենք թե փոխանցվել երեխային կամ նման բան չկա, երեխան առողջ ծնվում է։ Վարակիչ հիվանդություն չի, իրանով փոխանցումը անմիջական չի լինում, ժառանգական ֆակտորն է միայն այդտեղ դեր խաղալու, այսինքն բոլոր հիվանդությունները ունեն ժառանգական կոմպոնենտ, այս պարագայում նույնպես հնարավոր է, բայց ոչ մեխանիկական փոխանցում կամ վարակման տարբերակ։ Եկեք խոսենք նաև պատճառները։ Մեկը ժառանգական այդ ֆիքսեցինք, էլ ինչ պատճառ կարող է լինել։ Հիմնականը դա մեխանիկական ճանապարհով, այսինքն աբորտներ, վիրահատական միջամտություններ, որ մեխանիկական ճանապարհով լորձաթաղանթը հայտնվում է իրեն ոչ բնորոշ հատվածում, արյան ռետրոգրադ հոսք, այսինքն դաշտանային ցիկլի ժամանակ, երբ որ արգանդը կրճատվում է, արյան հոսքը հնարավոր է գնա դեպի արգանդափողեր, այլ ոչ միայն դեպի պարանոց եւ տեղի ունենում տարածում։ Հնարավոր է հենց ինչ որ անոմալիկ process-ների, զարգացման process-ների հետևանքով էնդոմետրոիդ հյուսվածքը տարածվի այլ օրգան համակարգերում։ Այդ բոլոր տարբերակները հնարավոր են ու դեռ թե իր այդ պաթոգենեզը, թե իր կանխարգելումը, իրանք մնում են դեռ ընթացիկ ուսումնասիրելու process-ի մեջ։ Կարող ենք ասել, որ հիվանդությունը համեմատաբար ժամանակակից հիվանդություն է, որովհետև եթե չեմ սխալվում, վերջի տարիներին թիվը բարձրանում է այն մարդկանց, այն կանանց, ովքեր որ ունենում են տառապում են այդ հիվանդությունից։ Ես կարծում եմ դեր է խաղում նաև դիագնոստիկան։ Մենք այսօր ունենք ձեր գիտակ շատ ավելի մեծ արսենալ, թե հետազոտությունների առումով, թե գործիքային, թե լաբորատոր հետազոտություններ, ավելի շատ ինֆորմացված ենք, այդ իսկ պատճառով կարողանում ենք ախտորոշումը դնել միգուցե ավելի շուտ եւ ավելի քանակային առումով շատ։ Որտեվ դա մեծ դեր է խաղում այսօրվա ուլտրաձայնային սարքերը, մենք չենք կարող համեմատել նույնիսկ 10-15 տարի առաջ այն սարքերի հետ, որ օգտագործում էինք, երբ որ ռետրոցերվիկալ էնդոմետրիոզը դժվար էր տեսնել եւ այլ լոկալիզացիաներ էքստրագենիտալը, հիմա մենք կարող ենք, եթե դիտալն հետազոտությունը անել, մենք կարող ենք տեսնել նույնը մերտեն։ Դա կարծում եմ ավելի շատ իր հայտնաբերումը, ավելի շատ ախտորոշումը կախված է նաեւ մեր հնարավորություններից։
Բարձ է, շնորհակալություն շատ, ես կուզենամ եւս մեկ անգամ նշել, որ պարբերաբար հետազոտություն անցնելը ամեն դեպքում հիմնական պաշտպանող գործոնն է կնոջ առողջության, իսկ նման ցավերի, բուտ ցավերի դեպքում պարանոցից ներքև բնականաբար պետք է դիմել բուտ, սուր, որովայնի ներքևը, դեպի մեջ, ցանկացած ցավային սիմպտոմ հարաբերության ժամանակ, եթե աղիքների ֆունկցիայի հետ կապված լինում է այդ ընթացքում է ցավային սիմպտոմը, միզելուց ցավեր, եթե միզապարկն է արդեն ախտահարվում, որտեղ հնարավոր է այդ տարածումը քիչ օրգաններին նույնպես սկսում է էնդոմետրիոիդ հյուսվածքը ախտահարել ցանկացած ցավային սիմպտոմ անկախ լոկալիզացիայից, իսկ որպես գինեկոլոգ փոքր կոնքի շրջան դա պարտադիր պետք է հետազոտվել անպայման։ Թողնել կանցնի կամ ինչ-որ ցավազրկողներ, քսվող արյուն ցիկլից դուրս դել էնդոմետրիոզին բնորոշ, դա էլ շատ կարևոր նշանակություն ունի, որտեղ շատ տարբեր պաթոլոգիաների մասին կարող են խոսել։ Նույն սիմպտոմը մենք կարող ենք մի քանի տարբերակով դիտարկել եւ ախտորոշումը հետոգում դնում է մասնագետը միայն հետազոտությունների հիման վրա։ Բժիշկ, իսկ եթե շատ կոպիտ այդպես տոկոսային հարաբերությունով ասենք, քանի տոկոսն է հիվանդների բուժվում եւ չի ունի ռեցիդիվ։ Տոկոսայինը թերև թե ավելի շատ վիրաբույժներին ուղղվում հարցը, որովհետեւ կոնսերվատիվ բուժում ենք համարում, կինը բուժված է, եթե մենք ստանում ենք հղիություն ռեպրոդուկտիվ տարիքային խմբում, իսկ եթե ռեցիդիվներ քանի որ հնարավոր են լինել եւ մենք դեղերով փորձում ենք հետաձգել, հնարավորինս բերել ռեցիդիվները զրոյի, եթե կինը 40-անց է, մենք նույնիսկ դիմում ենք ընդհանուր առմամբ հեռացման արգանդի եւ ձվարանների։ Այդտեղ այդ հարցը ինքը շատ տարիքային խմբի պետք է բաժանել, որպեսզի կարողանանք բացատրել եւ ստանալ որևիցե հարաբերական թիվ։ То есть սառը թվեր ասել, միջազգային ինչ որ ոզնատալիս, դա շատ ինդիվիդուալ է, մենք չենք դիտարկենք ռեպրոդուկտիվ տարիքի 20-30 տարեկան կնոջ երբ էնդոմետրիոզը բուժվում է, հետո միգուցե եւ օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ կինը հղանում է եւ 40-անց կանանց, երբ որ տեսնում ենք, որ բուժման տարբերակ չկա, թե կոնսերվատիվ, թե ներարգանդային պարույրը հորմոնալ էլի կիրառվում է, եթե տարբերակ չունենք, արդեն գնում ենք նաև էքսցերպացիայի, այսինքն արգանդի հեռացման։ Դա լրիվ տարբեր, իհարկե հետո չի կրկնվում, որովհետև հեռացրել են։ Ինչի՞ եմ ես, հարցը այդպես խորացած հարցնում, որովհետև նաև կարծիքներ եմ լսել, որ էնդոմետրիոզը մինչև վերջ չի անցնում, ուղղակի որոշ ժամանակ ճնշվում է դեղամիջոցներով եւ երբ հղիությունը տեղի ունենում, արդեն այդ ավելի ռադիկալ տարբերակներին են դիմում։ Չէ։ Անցնում է, այսինքն։ Չէ, դա մի քիչ ոչ այնքան հասկանալի պնդում էր, որովհետև չէ, եթե էնդոմետրիոիդ օջախներ կան, իրանք հեռացվում են, միգուցե անզնաճկով անտեսանելի օջախներ են լինում, այ հենց դրա համար վիրաբույժը, երբ որ անում է բուն միջամտությունը, հեռացվում են, այրվում են բոլոր օջախները, այնտեղ էլ տեխնիկան համապատասխան է, վիրաբույժը պետք է տիրապետի այդ տեխնիկային, ինչպես վերացնել էքստրագենիտալ էնդոմետրիոզը։ Հետո արվում է բուժում։ Բուժման ընթացքում մենք կիրառում ենք այնպիսի դեղորայք, որպեսզի լրիվ բացառենք այդ էնդոմետրիոիդ հյուսվածքը, ինքը ունի ռեցեպտորներ, հորմոնալ ռեցեպտորներ դեպի կոնկրետ հորմոններ, եւ մեր նպատակն է իրանց անջատել ամբողջովին։ Այսինքն եթե երկար իրանք չեն աշխատում, իրանք հետո արդեն նորից կրկնվելու հավանականությունը նվազում է։ Շնորհակալություն, ես հիշեցնեմ, որ իմ այսօրվա հյուրն էր բժիշկ գինեկոլոգ Տաթևիկ Ղոռուխչյանը, խոսում ենք էնդոմետրիոզի մասին։